Արտագաղթ չլինի, եթե արտագաղթ չլինի, այսինքն մենք 10 տարի հետո ավելանում ենք 100,000-ով, 100 տարի հետո ավելանում ենք, պատկերացնեք 1 միլիոնով, մենք ուղղակի որպես Բայց ՄԱԿ-ի տվյալները ասում են 2050-ին ընդհանրապես մենք 1.1 միլիոն ենք լինելու արտագաղթի ֆոնին։ Արտագաղթի ֆոնին ու այս կարևորագույն հարցերը, որ պետք է առաջնային անհանգստացնի։ Ես օրինակ այդ հարցով մի հատ կարևորագույն առաջարկ ունենք, ասում ենք եկամտահարկը Հայաստանի Հանրապետությունում գիտեք 20% է։ Ասում է երեխա ունեցող կանանց առաջ երեխայի դեպքում եկամտահարկը իջեցնենք 1%-ով, այսինքն դառնա 19։ Երկրորդ երեխայի դեպքում դառնա 16, եւս 3%-ով, երրորդ երեխայի դեպքում դառնա 10%, իսկ չորրորդ երեխայի դեպքում ընդհանրապես ազատվի ու ցմա։ Այս երկու կարևորագույն խնդիր է լուծելու, ինչ անելու։ Համար 1 դրթելու է, որ մարդիկ երեխա ունենան։ Հիմա ես սպասում եմ երրորդ երեխային, հաստատ ես ֆինանսական, սոցիալական առումով փառք Աստծո բարվոք վիճակում եմ գտնվում, լավ վիճակում եմ գտնվում, բայց միգուցե իմ կինը մի օր մտածի, գիտես, ասենք եկամտարկից ամբողջությամբ ազատվում է, եթե իր աշխատավարձն է բարձր, այդ աղագին մեծ օգնություն է։ Ու ցմա։ Ու երկրորդը մենք դրթում ենք, որ երեխա ունեցած մայրը գնա աշխատելու։ Այսինքն ոչ թե ինքը նստի տունը նպաստանա, այլ գնա աշխատելու։ Այսինքն եթե դու ունեն մեզ 4 երեխա, դու ցմա ազատում ես։ Հիմա